նախ ընդունենք, որ շատ երկար ժամանակ մեր դպրոցներում չէին թարմացվել լաբորատոր սարքավորումները եւ խորհրդային շրջանից մնացած լավագույն դեպքում ինչ որ նմուշներ կային, որոնք որ դժվար է համարել, որ գործող լաբորատորիաներ էին եւ մեր շատ քիչ դպրոցներ ունեին լաբորատոր ենթակառուցվածքներ։ Ու որոշ ժամանակ մենք նկատում էինք, որ մեր երեխաները բնագիտական առարկաներին վերաբերում են որպես պատմողական առարկաներ, այսինքն որ պետք է դասը կարդալ, սովորել պատմել եւ հաջորդ դասին գալ պատմել, ինչը ընդհանրապես նախ եւ առաջ հնարավորություն չի տալիս այդ առարկաները սովորել, որտեղ օրինակ քիմիայի դասերը սովորելը նշանակում է առաջին հերթին պատկերացնել այն բոլոր օրինաչափությունները, կանոնները, ռեակցիաները, որոնք նկարագրված են, դրանք դիտարկել, տեսնել եւ այդ իմաստով փորձարարական միջավայրը, լաբորատոր միջավայրը ուղղակի անհրաժեշտություն է եւ կառավարության ծրագրում այդ շատ կարևոր կետը ամրագրվեց, որ մեր բոլոր դպրոցները ունենան նոր լաբորատորիաներ եւ քանի որ իրավիճակը դպրոցների 95%-ում եւ ավելում վատն է, այսինքն այնպես չի, որ մեծ թվով դպրոցներ ունեին այդ պայմանները, որոշվեց դա անել բոլոր դպրոցների համար։ Մենք արդեն մեծ թվով դպրոցների կեսից ավելիում ձևավորել ենք լաբորատորիաներ, մինչև հաջորդ տարվա ավարտը մյուսներում էլ կլինի, բայց շատ կարևոր է, որ մեր դպրոցները դրանք օգտագործեն։ Ես եղել է, որ գնացել եմ դպրոցներ, որտեղ լաբորատորիաները ստացել են, բայց լաբորատոր սարքավորումները գտնվում են արկղերի մեջ։ Արկղների մեջ sense շարված, դրված։ Այո, այս խնամքով պահում են տուփերում, երբեք չեն բացել եւ շատ կարեւոր է, որ դուք պահանջեք, որ դրանք օգտագործվեն, որովհետեւ բնականաբար մեծ թվով դպրոցներ են եւ շատ մեծ ծավալի աշխատանք է, վերահսկողությունը արդյունավետ է, երբ որ տեղերում է նաև ու լաբորատորիաները առաջին հերթին պիտի ակտիվ օգտագործվեն ու ես շատ ուրախ եմ, որ ձեր դեպքում դա այդպես է, այսինքն դուք ինքներդ ուզում եք լաբորատորիայում դասեր անել, դուք ինքներդ քննարկում եք այդ փորձերը, գուցե նաև ինչ-որ բան ինքներդ պլանավորում եք։